Իհարկե մասնագիտական գնահատման հարց է եւ նույն հարցադրումները ես 25 օր առաջ եղել եմ Պաշտպանության նախարարությանը եւ գլխավոր շտաբին, որովհետեւ զինված ուժերիում ծառայությունը կրճատելը դա 1-2 զինվորի մի դասակի կամ վաշտի հարց չի, դա վերաբերվում է ամբողջ Հայաստանի Հանրապետությանն, առաջնագծին ամբողջ Հայաստանի զինված ուժերին։ Հարցումներից մի քանիսն են եղել, ուսումնասիրություններ եղել են, թե ոչ, դեմոգրաֆիական հարցը, ակնկալիքները, որ զինված ուժերը ունենալու են ծառայությունը 2 տարվա փոխարեն 1.5 տարվա փոխարինելու, մեր ուժային գերատեսչությունից 0 պատասխան է։ Մինչև հիմա չեն կարողանում որևէ մարդկային մասնագիտական պատասխան տալ, թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա է։ Եվ այսօրվա Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը խոսում է, որ ուսումնասիրություն բան այս իշխանության համար, ցավոք սրտի իշխանությանը ծառայամիտ ծառայող, նաև զինված ուժերի հրամանատարական կազմի համար այլևս էական նշանակություն չունի, որովհետև ամբողջը նախընտրական ընտրակաշառքի տրամաբանության մեջ է։ Ես չեմ քննարկում ճիշտ է, սխալ է, ուղղակի դրա հիմքերը հասկանալու հարց է, որովհետև խոսքը վերաբերվում է մեր երկրի անվտանգությանը, այն անվտանգությունը, որը վերաբերվում է նաև ձմեռային զորակոչին, ամառային զորակոչին, 1.5 տարով ծառայության մեկնողներին, նրանց ընտանիքի անդամներին, նրանց ժառանգներին,